23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում, ինչպես հայտնի է 23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի ընթացքում, իսկ մնացյալ միջադեպերը արձանագրվել են 23 թվականին։ Եվ 23-ից 7-ը արդեն իսկ ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, որոնք վերջնական են, օրինական ուժ են ստացել և ըստ ադրբեջանական մոտեցման պատիժը կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել և ինչպես գիտեք այս դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսին ցեղասպանությունն է կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարել, օրինակ ադրբեջանական գերիներին խոշտանգելը կամ քաղաքացիական անձանց թիրախավորելը, որոնք գործողություններ են և դիտարկվում են հենց պատերազմական հանցագործությունների համատեքստում։ Մնացյալ 16-ի դատավարություններին մենք ականատես ենք լինում հենց 2025 թվականի սկզբներից ի վեր, այստեղ երկու ինքնուրույն գործեր են առանձնացված, թեև սկզբնական շրջանում Ռուբեն Վարդանյանի գործը միացված է եղել 16-ի գործին, միջդատական վարույթի կոնկրետ փուլում այն առանձնացվել է, իհարկե առանձնացման պատճառների մասին մենք կարող ենք տարաբնույթ հետևություններ անել, բայց ավելի շատ կանխատեսումների ենթադրությունների դաշտում են, ինչևիցե ադրբեջանական իշխանությունների կողմից նպատակահարմար է գնահատվել Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումը, իսկ մնացյալ 15 հայերը ըստ էության մեկ քրեական գործի մաս են կազմում, այստեղ խմբակային հանցագործություն է վերագրվում տարբեր դերակատարումներով և ինչպես գիտեք մեղադրանքները լուրջ են, դրանք անխուսափելիորեն ներառում են ահաբեկչությունը, ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելը, դրանց անդամակցելը, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը և իհարկե կան շատ ավելի մեղմ հանցագործություններ, որոնք ըստ էության նաև քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ ապօրինի սահման հատելը և հասկանալի է, որ այս մեղադրանքների հաստատման ճանապարհով Ադրբեջանը միջազգային արտաքին քաղաքական հարցեր ևս ցանկանում է լուծել։ Հիմա հայերի պայմանների մասով, նույնիսկ եթե մենք կոնկրետ դեպքերում չգիտենք կամ չենք բարձրաձայնում անձի նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր համատեքստը խիստ կարևոր է և այստեղ մի քանի արձանագրումներ պետք է անենք, որ այս ողջ ժամանակահատվածում որևէ արտաքին, անկախ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել հայերին և օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը։ Միակ կառույցը, որի գործունեությունը այս պահին արդեն հայտնվել է սպառնալիքների ներքո, դա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը պարբերական այցելություններ է կազմակերպում, պարբերականության մասով նշեմ, որ 6 շաբաթը մեկ անգամ, իհարկե այս ժամկետը կարող է ենթարկվել նաև ուշացումների, օրինակ նախատոնական օրերին, միջոցառումների կազմակերպման ընթացքում և այլն, Ադրբեջանը միշտ օգտագործում է այդ գործոնները և հետաձգում է պլանավորված հերթական այցելությունները։ Կարմիր խաչի ներկայացուցիչները մուտք գործում են, որոշակի առումով դիտարկում են պայմանները, սակայն արձանագրված խնդիրները հրապարակայնացման ենթակա չեն և դրանց հատվածական տեղեկատվությունն է, որ կարող է հասանելի լինել ընտանիքի անդամներին, արձանագրված խնդիրները կոնֆիդենցիալ հիմունքներով հաղորդակցվում են Ադրբեջանի իշխանություններին այն ակնկալիքով, որ այդ խնդիրները լուծում կստանան, այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան, հանրային դաշտում նաև տենց մի փոքր սկանդալային քննարկումներ նաև եղել, հաշվի առնելով, որ իրավապաշտպաններից մեկը խոսել էր այն մասին, որ Բաքվում պահվող հայերի պայմանները բարելավվել են,
Այստեղ մենք կարող ենք խիստ պայմանական բարելավումների մասին խոսել, որը սանիտարահիգենիկ պայմաններին է վերաբերում, ինչ առնչվում է ֆիզիկական հոգեբանական վիճակին, բռնությանը կամ հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, ապա այս մասով նշեմ, որ մենք որևէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին առանձին զարգացումների ֆոնին կարող ենք անգամ տեսնել այդ դրսևորումների խստացում։ Եվ մեր արձանագրումը այն է, որ հայերը եղել են, մնում են եւ շարունակում են պահվել այնպիսի պայմաններում, որոնք անմարդկային են եւ ենթարկվում են այնպիսի վերաբերմունքի եւ ճնշումների, որոնք այո, որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ եւ պատճառված ցավի բնույթը գնահատելով։ Կարմիր խաչը դասական առումով չի համարվում խոշտանգումների կանխարգելման մարմին եւ այս վերապահումը մենք միշտ պետք է անենք նաեւ մեր գործընկերների հետ փոխհարաբերություններում։ Խոշտանգումների կանխարգելման թույլատրելի մեխանիզմներ են դիտարկվում, օրինակ նաև փաստաբանները, անկախ բժիշկները, եւ այս մասով էլ է հետաքրքիր, որ որևէ անկախ փաստաբան երբևէ հնարավորություն չի ունեցել տեսակցելու որևէ հայի բացառապես տեսակցելու հնարավորությունից օգտվել են ադրբեջանցի փաստաբանները։ Միայն Ադրբեջանում լիցենզավորված եւ ադրբեջանական իշխանություններից կախվածության հարաբերությունների մեջ գտնվող փաստաբաններն են, որ ներկայացնում են մեր հայերի շահերը ներպետական գործընթացներում եւ նրանք էլ տեսակցելու իրավունք ունեն, ինչ վերաբերում է միջազգային փաստաբաններին կամ Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբաններին, որոնք եւս ներկայացական ֆունկցիա են իրականացնում միջազգային դատարաններում, ապա նրանց մուտքը մերժվել է։ Մենք մի քանի փորձարկում ենք իրականացրել, օրինակ անձամբ մենք ենք դիմել ներկայացնելով մեր լիազորությունները եւ դրանց ճանաչումը Եվրոպական դատարանի կողմից, խնդրել ենք հնարավորություն տալ տեսակցել մեր վստահորդներին, հասկանալի է, որ այդ հնարավորությունը չի ապահովել, նման փորձարկումներ կատարել ենք օտարերկրյա փաստաբանների ներգրավմամբ, մտածելով, որ միգուցե ազգության փոփոխությունը կարող է հանգեցնել իրավունքի ապահովման, օրինակ ֆրանսիացի փաստաբան ենք ներգրավել, ունենք ներգրաված անգլիացի փաստաբաններ, ամերիկյան եւ հետաքրքրական է, որ կա միասնական պետական քաղաքականություն արգելափակելու օտարերկրյա փաստաբանների մուտքը եւ տեսակցությունները հայ պատաններին, ինչը կրկին հարց է առաջացնում, ինչու։ Եթե քրեական ներպետական գործերով կցված փաստաբանները հնարավորություն ունեն քրեական գործերը քննարկելու հայ պատանների հետ, ինչու այդ հնարավորությունից նույն իրավական հիմքով չեն կարող օգտվել օտարերկրյա փաստաբանները, այստեղ իմ գնահատման պատճառին է, որ դրանք խոշտանգումներ բացահայտող այցելություններ կլինեն, այստեղ կգեներացվեն նոր ապացույցներ եւ սա որևէ կերպ չի բխում Ադրբեջանի շահերից։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ մեր հայ պատանները զրկված են եղել հյուպատոսական ծառայություններ ստանալու իրավունքից, ինչպես գիտեք, օտարերկրյա քաղաքացիները օժտված են որոշակի հնարավորություններից, երբ նրանց անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է ոչ թե իրենց քաղաքացիության երկրում, այլ որևէ այլ երրորդ պետության կողմից, այստեղ այս փաստերը պետք է տեղեկացվեն այն պետությանը, ում քաղաքացիները ձերբակալվել են, կալանավորվել են կամ այլ կերպ գտնվում են անազատության մեջ եւ ծանուցման պահից անձը հյուպատոսական ծառայություններ ստանալու իրավունք ունի։ Սա ապահովում է պետության դիվանագիտական ներկայացությունը եւ հյուպատոսական սեկցիայի աշխատակիցները այցելում են։ Այցելության նպատակը այո պայմանները ստուգելն է, խոշտանգումները բացառելն է եւ այլ բնույթի աջակցություն ցուցաբերելն է, որը միտված կլինի իրավունքների պաշտպանությանը կամ առողջական խնդիրների լուծմանը, հաղթահարմանը եւ այլն։